Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարդարանն եմ, այսօր կզրուցեմ Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Պողոսյան, անհնար է չանդրադառնալ երեք Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մեջ, ընդ որում այս հանդիպումը մի քիչ տարբերվում էր մնացած բոլորից, ինչու? Երևի ամենաակնհայտ ակնառու հարցն եմ տալու, որովհետև պարոն Պուտինը խոսեց Ռուսաստանի Դաշնության անձնագրերով քաղաքացիների Հայաստանի Հանրապետության ընտրություններին մասնակցելու հնարավորության կամ չհնարավորության մասին։ Սովորաբար նման բաները արվում են փակ դռների հետևում։ Ըստ ձեզ, ինչու դա արվեց այսքան բացահայտ։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Իրոք հանդիպումը հետաքրքիր էր։ Իհարկե մենք վստահ ենք, որ գիտենք, որ եղել է նաև հանդիպման փակմազ, ենթադրում եմ պատվիրակության բոլոր անդամների մասնակցությամբ, չեմ բացառում, որ գուցե եղել է նաև ավելի փակմազ, որտեղ շատ ավելի քիչ մարդիկ են մասնակցել, գուցե միայն երկու երկրների ղեկավարները կամ ավելի քիչ թվով մարդիկ։ Ամեն դեպքում թերևս սա առաջին անգամ էր, որ Ռուսաստանի նախագահը, ընդ որում հեսկացե ոչ միայն Հայաստանի վարչապետի հետ հանդիպումներում, կարելի ասել ներկայացրեց այն բոլոր, այսպես ասենք, մտահոգությունների կամ դժգոհությունների ցանկը, որը, ինչպես ասում են, օդում շրջանառվում էր, սակայն կարծես թե գոնե հրապարակային չէր արտահայտվում, բայց իհարկե բոլորը, ովքեր հետևում են հայ-ռուսական հարաբերություններին կամ ընդհանրապես քաղաքականությանը, հասկանում են, որ այս հարցերը միանշանակ քննարկվում են փակ դռների հետևում։ Այս անգամ կարելի ասել գոնե ինչ որ չափով վարագույրը բարձրացվեց, թերևս վստահ չեմ, որ ամբողջությամբ, ենթադրում եմ, որ ինչ որ հարցեր կան, որ նաև փակ դռների հետևում են քննարկվել։ Տեսեք, մի քանի բան, փաստորեն ես ինչպես եմ հասկանում, գոնե այն մոտ 10 րոպեանոց, այսպես ասենք, բացման խոսքը, որ Ռուսաստանի նախագահը ունեցավ, իմ գնահատումը այսպեսին էր, որ սկիզբը դա ակնարկ էր այն, այսպես ասենք, օգուտների, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի հետ առնվազն գոնե ներկայիս հարաբերությունները պահպանելու պարագայում, ակնարկ արվեց եւ գազի գնի վերաբերյալ, որ դուք ստանում եք միջազգային շուկայական գներից շատ ավելի էժան գազ, ակնարկ արվեց նաեւ Հայաստանից Ռուսաստան 1 միլիարդ դոլար եւ ավելի գյուղատնտեսական ապրանքների արտադրանքի մասին, դա այսպես ասենք այն թվարկումներ այն ցանկի, գուցե ոչ ամբողջական, որը ըստ Ռուսաստանի, այսպես ասենք, Հայաստանը ռեալ օգուտներ է ստանում հայ-ռուսական հարաբերությունների գոնե ներկայիս մակարդակի հետ կապված։ Այնուհետև երկու նկատառում հայտնվեց, առաջինը, որ մենք այլևս չենք ցանկանում, որպեսզի դուք մեզ մեղադրեք այն ամենում, ինչ տեղի ունեցել Արցախում, ընդ որում տարօրինակ ձևով, չգիտեմ ինչու, Արցախի հարցը կապվեց ՀԱՊԿ-ի հետ, թեև ՀԱՊԿ-ի խնդիրը կապված էր 2022-ի սեպտեմբերին Հայաստան։ Ամենատարօրինակ եւ չգիտեմ, զարմանալի թեզն է, որ Ռուսաստանը պարբերաբար մեջտեղ է բերում, որովհետեւ ՀԱՊԿ-ին Հայաստանի Հանրապետությունը որ մտքով էլ չի անցել Արցախի հարցով դիմել, երբևէ։ Այո, չգիտեմ, դե բնականաբար մենք կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանի նախագահային այդ հանդիպումներին պատրաստում են եւ որոշակի, այսպես ասենք, talking point-եր են տալիս, եթե թույլ տրվի անգլերեն տերմինը օգտագործեմ եւ որում սա առաջին անգամը չէ, մի քանի անգամ նաեւ Ռուսաստանի արտգործնախարարը, արտգործնախարարության մամուլի խոսնակը նաեւ նշել են եւ այստեղ ակնհայտ թյուր ըմբռնում կա, որովհետեւ ՀԱՊԿ-ի դժգոհությունը կապված է 2022-ի սեպտեմբեր Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման հետ։ Ռուսաստանի հետ դժգոհությունը կապված է 2023 թվականի սեպտեմբերի Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման հետ։ Ես չգիտեմ ինչով է պայմանավորված այս խառնաշփոթը, որտեղ գոնե եթե Ռուսաստանը ասեր դուք մեզ մեղադրում եք, որ 2023 թվականի սեպտեմբերի դեպքերը չկանխեցինք, սակայն Ռուսաստանը չէր կարող կանխել, որովհետև 2022 թվականի հոկտեմբերին ընդունվել էր Պրագայի հայտարարությունը, անկախ նրանից մենք այդ տրամաբանությունը ընդունում ենք թե ոչ, բայց այդտեղ գոնե տրամաբանություն կար։ Բայց ասել որ դուք մեղադրում եք ՀԱՊԿ-ին, որ մենք ՀԱՊԿ-ը ոչինչ չի արել Արցախում, երբ որ ոչ ոք չէր ակնկալում, որ ՀԱՊԿ-ին ինչ-որ մի բան կաներ Արցախում, դա թողնենք, այսպես ասենք, այն մարդկանց խղճին, ովքեր Ռուսաստանի նախագահին պատրաստում են նման հանդիպումներից առաջ։ Բոլորս ենք հասկանում, որ կան խորհրդականներ, օգնականներ, որոնք պատրաստում են։ Եվ իհարկե թերևս ամենակարևորը դա այդ ներքաղաքական խնդիրն էր, որտեղ այո, սովորաբար գոնե հրապարակային Ռուսաստանը միշտ փորձում է ներքաղաքական թեմաներին չանդրադառնալ։ Ինչպես եմ հասկանում ես այս ակնարկը Ռուսաստանի նախագահի եւ գուցե դա արվեց հրապարակային ձևով, որպեսզի այսպես ասենք, թե Հայաստանի ներսում եւ թե գուցե նաեւ Հայաստանից դուրս
այսպես ասենք կասկածներ չմնան, արդյոք այս թեման բարձրաձայնվել է թե ոչ։ Որտեղ գիտեք, եթե ինչ-որ բան քննարկվում է փակ դռների ետևում, ապա նույնիսկ քննարկման մասնակիցները կարող են ասել, այո, այս հարցը քննարկեցինք, բայց եթե չկա 100% վստահություն, դու միշտ կարող ես կասկած ունենալ, չէ՞։ Քննարկել են թե չեն քննարկել։ Հիմա ամեն ինչ արվեց բաց, այսինքն որևէ մեկը չի կարող ասել, որ Ռուսաստանի նախագահը հարցը չբարձրացրեց։ Ես այդ հարցը կամ դժգոհություն կամ թերևս գուցե ավելի ճիշտ կլինի օգտագործել մտահոգություն բառը, այսպես հասկացա, որ գիտեք, հիմա վերջին 6 ամսում առնվազն, գուցե նաև ավելի երկար, Հայաստանում շատ է խոսվում մոլդովական սցենարի հնարավորության մասին, շատ հակիրճ հիշեցնեմ ինչ տեղ ունեցավ Մոլդովայում ընտրություններից 2 օր առաջ, այսինքն 2025 թվականի սեպտեմբերի 26-ին երկու պրոռուսական կուսակցության արգելեցին մասնակցել ընտրություններին, մեկը կենտրոնական ընտրական հանձնաժողովից, մյուսը դատարանի որոշմամբ, մեղադրելով օտարերկրյա ապօրինի աջակցության, ֆինանսական մեխանիզմների եւ այլնի մեջ։ Ընդ որում դա եղավ ընտրություններից 2 օր առաջ։ Իմ գնահատմամբ իհարկե նորից դետալների հետ կապված հասկանալ է, որ ենթադրում եմ Ռուսաստանի նախագահին մինչև վերջ հստակ չէին ասել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ միայն ՀՀ քաղաքացիները կարող են լինել պատգամավորի տեխնացու, վարչապետի տեխնացու, առավելևս պատգամավոր եւ վարչապետ, սակայն եթե դա համարենք, այսպես ասենք, տեխնիկական թերություն այն մարդկանց, ովքեր պատրաստել էին հանդիպումը, իմ գնահատմամբ ակնարկը նա էր, որ Ռուսաստանը չի ցանկանում կամ առնվազն հույս ունի, որ օրինակ պայմանական ասենք 2026 թվականի հունիսի 1-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամ առաջին ատյանի կամ որևէ դատարանի որոշմամբ X կամ Y կուսակցությունը նույնպես կուսակցությանը չեն արգելի մասնակցել ընտրություններին։ Ինչու դա արվեց հրապարակային դարձյալում իմ գնահատմամբ գուցեև խնդիր կար, այսպես ասենք, ցույց տալու բոլորին անհերքելի ապացույց, որ իրոք այո Ռուսաստանը այս հարցում մտահոգված է եւ այս հարցը բարձրացնում է։ Որտեղ նորից եմ ասում, հակառակ պարագայում դիցուք այս հարցը հրապարակային չէր քննարկվել։ Բայց մենք հասկանում ենք, որ թե փորձագետների եւ թե քաղաքական շրջանակների մոտ այդ հարցը միշտ կպտտվեր, չէ՞։ Իսկ արդյոք այն բանից հետո, երբ լրագրողները եւ տեսախցիկները դուրս են եկել, արդյոք Ռուսաստանի նախագահը բարձրացրել է այս կամ այն հարցը, երևի Ռուսաստանում որոշում են ընդունել, որ գոնե այս հարցը պետք է հրապարակային բարձրացնել եւ դրանով, այսպես ասենք, ամեն ինչ դնել իր տեղը, որ այո, Ռուսաստանը չէր ցանկանա, որպեսզի Հայաստանում տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ Մոլդովայում, նկատի ունեմ այս կուսակցությունների չմասնակցության վերաբերյալ։ Բացի դրանից կարելի նաև ենթադրել, որ ասենք Ռուսաստանի Դաշնության նախագահը ըստ էության առիթից օգտվելով, քանի որ ես չգիտեմ, երևի մինչև ընտրությունները այլևս հնարավորություն չլինի վարչապետի հետ հանդիպման, այդ առիթը օգտագործեց նրա համար, որ հայտարարի, թե ով է իր սրտի տեխնացու։ Կարող ենք նաև հասկանալ, որ դա որոշակի, այսպես ասենք, սրտի տեխնացուի համար պայքար է գնում Հայաստանի Հանրապետության ներսում, ով է ավելի շատ սրտի տեխնացու Ռուսաստանի Դաշնության նախագահի։ Հիմա այս դեպքում արդեն բոլոր կետերը դրվեցին իրաց։ Համաձայն եմ, որ իհարկե միանշանակ սա կարելի է անցնել նաև, այսպես են գոնե անուղակի, բայց աջակցության դրսևորում անձամբ Ռուսաստանի նախագահի կողմից, ընդ որում հրապարակային աջակցության։ Եվ գուցե նաև հենց հրապարակային հայտարարության իմաստը նաև դա էր, այսինքն ոչ միայն որ ֆիքսենք, որ իրոք այդ հարցը մեզ մտահոգում է, եւ մենք մեր հայ գործընկերներին առնվազն այս մասին տեղեկացրել ենք կամ փոխանցել ենք մեր մտահոգությունը եւ նաեւ ցույց տալու, որ այո, որովհետեւ բոլորս ենք հասկանում, որ ակնարկը կոնկրետ մեկ անձի կամ կուսակցության վերաբերյալ է։ Հնարավոր է չբացառել նաեւ տարբերակը, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը, խորհրդականներով, օգնականներով եւ արտաքին գործերի նախարարն էլ մեզ նվեր հրաշալի գիտեն, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը թույլ չի տալիս, բայց առիթ էր, պետք է օգտագործել եւ դա ասվեց։ Գրեթե վստահ եմ, որ այո, չնայած նորից եմ ասում, այն փաստը, որ Ռուսաստանի նախագահը հապկը կապում էր Արցախի դեպքերի հետ կամ հապկից դժգոհությունը, երբ որ ակնհայտ է դա չկար, ընդհանրապես հարց է բարձրացնում այն մարդկանց պատրաստվածության կամ գուցե մոտիվների մասին, ովքեր, այսպես ասենք, նախագահին պատրաստում են նման հանդիպումներից առաջ, որովհետև դες նշեցի հապկի հետ կապված է միակ դեպքը չէր։ Բայց ամեն դեպքում այո, չնայած, այսպես ասենք, որոշ դետալային սխալներին ակնհայտ, բայց ընդհանուր առմամբ ուղերձը հստակ էր, որ կան տեխնացուներ, կան քաղաքական ուժեր, իսկ ավելի կոնկրետ եթե դետալացված նաև մեկ ուժ, որը առնվազն մենք ցանկանում ենք, որպեսզի ինքը հավասար հնարավորություններով մասնակցի, ինչը հասկանալի է, եթե թարգմանենք դիվանագիտական կամ լավ գոնե կիսա դիվանագիտական լեզվից, բնականաբար կարող է ընկալվել նաև որպես աջակցության դրսևորում կամ աջակցության հայտնում։ Հիմա հանդիպումից անմիջապես հետո Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը բավական ծավալուն հարցազրույց էր տվել, ընդ որում
չգիտեմ, ի բարեբախտություն թե ի դժբախտություն մեզ այդ ամբողջ հարցազրույցը նվիրված էր Հայաստանի Հանրապետության հետ Ռուսաստանի հարաբերություններին եւ այստեղ կետարկետ փորձենք հասկանալ ինչ են մեզնից ակնկալում կամ ինչ են մեզնից պահանջում։ Կետ համար առաջին Հայաստանը շատ է մոտեցել այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր տնտեսական հարաբերությունները նրա հետ։ Սա Օվերչուկի հայտարարություններ բառացի մեջ բերում էր եւ ինչպես այս դեպքում կասեր մեր դասական քաղաքական գործիչներից մեկը, այս սպառնը մեկ, այսինքն սա սպառնալիք է արդեն։ Ես թերևս կասեի, որ սա, չգիտեմ, վերջինն է թե ոչ, իհարկե մի քիչ բարդ է քեզ դնել Ռուսաստանի ղեկավարության կոշիկների մեջ, հասկանալ սա վերջինն է թե նախավերջինը, բայց այսպես ասենք, սա բավականաչափ կոշտ զգուշացում է, եւ եթե սա կապում ենք նաեւ Ռուսաստանի նախագահի ասածների հետ, որ դուք միջազգային գներից մի քանի անգամ ավելի էժան գազ եք ստանում եւ ձեր գյուղատնտեսական արտադրանքի հիմնական մասը, եթե չասենք ամբողջը, եւ խոսքը 1 միլիարդ դոլարից ավելի մասին է, ուղղվում է դեպի ռուսական շուկա, ապա եթե դուք շարունակեք անել այն ինչ անում եք, կամ գոնե այն ինչ ռուսներն են պատկերացնում, որ մենք անում ենք, ապա հնարավոր է, որ գոնե այս երկու հարցերի հետ կապված ունենաք խնդիրներ։ Այսինքն հնարավոր է, որ դուք Ռուսաստանից գազը գնեք շատ ավելի բարձր գներով, գուցե էլի ավելի էժան, քան միջազգայինը, բայց շատ ավելի թանկ, քան հիմա, եւ գուցե օրինակ դուք ոչ թե տարեկան 1 միլիարդ 200 միլիոն դոլարի, եթե թիվը ճիշտ եմ հիշում, գյուղատնտեսական արտադրանք արտահանեք Ռուսաստան, այլ ասենք պարզվի, որ այդ արտադրանքի 50%-ը չի կարող ռուսական շուկա մտնել, եւ դուք ստիպված կլինեք կամ նոր շուկաներ գտնել, իսկ քանի որ գյուղատնտեսական արտադրանքի շուկաները ընդհանրապես աշխարհում բավականաչափ մրցակցային են, եւ գյուղատնտեսական արտադրանքն էլ այնպես չի, որ կարող է տարիներով պահել, կամ էլ կանգնեք այն խնդրի առջև, որ ասենք մոտավոր 600 միլիոն դոլարի ապրանք չվաճառվեց, դրանից բխող բոլոր հետևանքներով, ել չեմ ասում, բոլորս գիտենք, որ գազի գնի բարձրացումը ինչ է նշանակում, ընդ որում դա սկսած սոցիալական խնդիրներից վերջացրած արդյունաբերություն, նույն գյուղատնտեսություն, ջերմոցներ, տրանսպորտ, որտեղ գիտենք, մեքենաների մի զգալի մաս շարունակում են այլ բնական գազով աշխատել, չնայած նաև հեղուկ գազը կա, այսինքն գազի գնի բարձրացումը, ես տնտեսագետ չեմ, բայց կարող եմ առնվազն ենթադրել, որ կարող է ունենալ մուլտիպլիկատիվ էֆեկտ ընդհանուր գնաճային։ Հետեւաբար այո, կարելի ասել, որ սա, չգիտեմ, սա սպառնալիք էր թե ոչ, իմ գնահատմամբ, եթե ոչ սպառնալիք, ապա գոնե բավականաչափ կոշտ նախազգուշացում, այսպես ասենք, որ եթե դուք շարունակեք անել այն, ինչ անում եք, հիմա թե ինչի տակ ինչ է մտնում, ենթադրում եմ, գուցե փակ դռների հետևում ավելի հստակ ասվել է, որ օրինակի համար A, B, G այս քայլերն են, եթե դուք շարունակեք այս քայլերը եւ ապա կներեք, բայց հնարավոր է, որ դուք գազ գնեք ավելի բարձր գնով եւ պարզվի, որ օրինակ ձեր արտադրանքի գյուղատնտեսական, գուցե ոչ միայն գյուղատնտեսական, բայց ենթադրում եմ հիմնականում մենք գյուղատնտեսական արտադրանք ենք արտանում, այսինքն թար, միրգ, բանջարեղեն, վերամշակված սնունդ, գինի, կոնյակ եւ այլն, կարող է պարզվել, որ ռուսական շուկայում այդ ամենի կարիքը այնքան էլ չկա կամ այդ ապրանքները այնքան էլ սպասված չեն եւ ինչպես Ռուսաստանի նախագահը ասաց, նաև որ դե մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը, Հայաստանը անկախ եւ ինքնիշխան պետություն է եւ դուք դիմելով վարչապետին եւ ձեր թիմն եք որոշում ընդունելու, որ պետության հետ ինչ սկզբունքներով համագործակցել, բայց նորից եմ ասում, սա համարում եմ ես նախազգուշացում, որ այո, եթե դուք շարունակեք անել այն, ինչ անում եք, հետեւաբար մենք էլ կանենք այն, ինչ ենթադրաբար կարող ենք անել։ Կա եւս մի թեմա, որին ռուսաստանյան այսպես establishment-ը ես էլ ոչ հայերեն բառ օգտագործեմ, համել հետևորդները եւ ռադիոլսողները իմանան, որ ես էլ գիտեմ։ Establishment-ը, այսպես ասենք, բարբերաբար օգտագործում է այդ թեման։ Խոսք վերաբերում է այն նպատակին, օրենքով սահմանված, որ Հայաստանը ինչ որ մի օր ուզում է դառնալ Եվրամիության մաս։ Հիմա այդ օրը թե երբ կգա որևէ մեկը երկրագունդ մոլորակի վրա չգիտի երկիր մոլորակի վրա, որտեղ դա կարող է լինել 5 տարի, հետո 10 տարի, հետո 25 տարի, հետո որևէ մեկը այդ հարցի պատասխանը չի։ Բայց ես վստահ եմ, որ գրեթե բոլորը գիտեն, որ դա մոտ ապագայի հարց չէ։ Հա, այդտեղ երևի դժվար թե ինչ-որ մեկը կասկածում է։ Իսկ ԵԱՏՄ-ն այն ռեալ կառույցն է, որի մեջ հիմա Հայաստանի Հանրապետությունը կա, ԵԱՏՄ-ի աշխատանքներին ի տարբերություն ՀԱՊԿ-ի Հայաստանի Հանրապետությունը որևէ ձև չի խոչընդոտում, ավելին դեռ իշխանությունները գոնե ասում են, որ ինչ որ լավ կառուցողական մթնոլորտում են անցնում թե գագաթնաժողովները, թե վարչապետների պետության երկրորդ դեմքերի հետ հանդիպումները եւ այլն, բայց մեզ անընդհատ ասում են, այ եթե դուք ուզում եք գնաք այն ուղղությամբ, մի օր, այսօր դա կարող է հողի վրա հետևանք ունենալ։ Էս էլ է սպառնալիք, թե չէ։ Տեսեք, իշխանով ես եմ Ռուսաստանի դիրքորոշումը։ Էլի գոնե այստեղ տնտեսագետներ կան, որոնք ասում են, եթե 2013, ասենք, մինչև 18 կամ 20 թվականը ԵԱՏՄ-ն 22 թվականը ընդཐུպ
ԵԱՏՄ-ն որոշ իմաստով Հայաստանի Հանրապետությանը օգուտ էր տալիս, հիմա ճիշտ հակառակ պատկերն է։ ԵԱՏՄ-ն խանգարում է Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Տեսեք, ես տնտեսագետ չեմ, դրա համար նման գնահատականներից կխուսափեմ, բայց ինչքանով ես եմ ռուսներին հասկանում, իրենց դիրքորոշումը երևի թե հետևյալն է, իրանք ասում են, եթե դուք սկզբունքային որոշում ընդունել եք, որ ինչ որ մի պահ դիցուկ 2040 թվականին ենթադրենք, 2040 թվականին դառնալու եք ԵՄ անդամ, ինչը օբյեկտիվորեն նշանակում է, որ գոնե 2040 թվականին կամ մի փոքր ավելի շուտ պետք է դուրս գա ԳԱՏՄ-ից, որտեղ բոլորն ենք հասկանում, որ եթե արդեն ֆորմալ բանակցություններ են սկսվում ԵՄ-ին անդամակցության, մի քիչ բարդ է պատկերացնել, որ ԵԱՏՄ անդամ երկիրը սկսում է բանակցություններ, հետեւաբար եթե ընդունենք անդամակցության հավանականությունը 2040 թվականն է, դիցուկ ընդունենք, որ 2035-ից սկսվում են ռեալ բանակցություններ, հետեւաբար 2035-ից Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, որպեսզի սկսի բանակցություններ։ Հիմա Ռուսաստանը ասում են, լավ, եթե այսպես ասենք, այս շարժման հետագիծը այսպեսին է, որ դուք ամենայն հավանականությամբ 2035-ին դուրս եք գալու ԵԱՏՄ-ից եւ 2040-ին դառնաք ԵՄ անդամ, սակայն հիմա մեզ ասում եք, բայց մենք ցանկանում ենք հաջորդ 9 տարիների ընթացքում 2026-2035 թվականներին մնալ ԵԱՏՄ անդամ, որովհետև ենթադրաբար դա դες ինչ որ օգուտներ է բերում, ապա մեր տեսակետից մենք անիմաստ ենք համարում, ինչու եւս 9 տարի դուք մնաք ԵԱՏՄ անդամ եւ շարունակեք ստանալ իրական կամ թվացial ԵԱՏՄ-ից օգուտները, եթե այսպես թե այնպես արդեն հիմա որոշել եք, որ պայմանական 2035 թվականին դուրս եք գալու եւ 2040-ին մտնելու եք ԵՄ, հատկապես հիմա, երբ գիտեք 2022 թվականից հետո ԵՄ-ն պաշտոնապես Ռուսաստանը համարում է որպես թշնամական պետությունների համախումբ։ Եվ դրա մասին նաև նույն Օվերչուկը մի քանի անգամ նշել է, որ Հայաստանը պետք է հասկանա, որ եթե 90-ականներին կամ 2000-ականներին ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները բավականաչափ բարձր մակարդակի վրա էին, գիտենք նույնիսկ քննարկվում էր Ռուսաստանի տեսականորեն ԵՄ-ին անդամակցության հնարավորությունը, ապա վերջին 4 տարիներին Ռուսաստանի համար ԵՄ-ն դա թշնամական պետությունների բլոկ է։ Հետևաբար Օվերչուկին բառացի մեջ բերեմ, ուզում են հայերը դառնան Ռուսաստանի համար թշնամական բլոկի մաս, թե ոչ, դա հայերի իսկ գործն է։ Մեզ համար ակնհայտ է, որ նրանք պատրաստվում են դրան, ինչպես ակնհայտ են նաև նման զարգացումների երկարաժամկետ ծանր հետևանքները։ Այո, հետևաբար ես գոնե ինչքանով ռուսներին հասկանում եմ, այսինքն իրենք ասում են հարգելի Հայաստան, եթե դու որոշել ես, որ 10 տարի հետո պետք է ԵԱՏՄ-ից դուրս գաս, որպեսզի 15 տարի հետո դառնաս թշնամական բլոկի անդամ, իսկ ինչը նշանակում է, որ դառնաս նաև անուղղակորեն գոնե Ռուսաստանի թշնամի, եթե համարենք, որ ընդհանուր ԵՄ-ն Ռուսաստանի թշնամին է, չնայած այնտեղ պետություններ կան Հունգարիա, Սլովակիա, բայց հիմա դա չեմ ուզում քննարկել։ Հետեւաբար այդ դեպքում գուցե Ռուսաստանի տեսակետից այլևս անիմաստ է հիմա առաջիկա 9 տարում ինչ եք ուզում մինչև 2035-ը մնալ ԵԱՏՄ անդամ, եթե ի վերջո ձեր ապագան ԵՄ-ն է։ Եկեք ԵԱՏՄ-ից դուրս եկեք հենց հիմա եւ շարունակեք վստահ քայլերով քայլել դեպի ԵՄ անդամակցություն, հիմա դա կլինի 2035, 2040 թե 2065, դուք նշեցիք, դա ոչ ոք չի կարող ասել։ Ես գոնե Ռուսաստանի դիրքորոշումը այսպես եմ հասկանում, նաև ձեր առաջին հարցին, տեսեք, ինձ թվում է բոլորն են հասկանում, որ այն օրենքը, որ ընդունվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից, իրավական առումով որևէ կերպ չի նշանակում որևէ գործընթացի սկիզբ։ Հիմա այդ օրենքը ինչու ընդունվեց, դա էլ չեմ ուզում քննարկել, կարծեմ եք մի անգամ քննարկել ենք, որ իմ գնահատմամբ դա ավելի շատ նախընտրական բնույթ ուներ, բոլորս ենք հասկանում, որ ամեն դեպքում ԵՄ-ն եւ նաեւ վերջին հարցումների միջազգային հանրապետական ինստիտուտի կատարած ցույց տվեցին, որ ընդհանուր ԵՄ-ի հանդեպ դիրքորոշումը դրական է։ Եվ դա միայն Հայաստանում չի, աշխարհում ընդհանրապես ԵՄ-ն հատկապես այս գլոբալ աշխարհակահաղական թոհուբոյի մեջ, երբ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները հանդես են գալիս ինչ որ ագրեսիվ գիշատիչների ձևով, հարձակվում են եւ այլն, ֆոնին սպիտակ ու փափուկ։ Այո, Եվրամիությունը գոնե սպիտակ այլ փափուկ, ինքը հարաբերականորեն ագրեսիվ չի, ունի հարաբերականորեն բարձր կենսապայմաններ եւ այլն, եւ պարզ է, որ եթե դու մարդկանց ասում ես հարգելիներս, ես Հայաստանը դարձնելու եմ ԵՄ անդամ, թեկուզ հեռավոր 2040 թվականին, մի քիչ բարդ է պատկերացնել, որ բնակչության մեծ մասը քո հանդեպ լծվի ինչ-որ բացական դիրքորոշումներով, կասեն, շատ լավ, այս մարդը ճիշտ ուղու վրա է, դե հիմա 2045 կլինի 2045-ին, թե 2037-ին, դա հարցի մյուս կողմն է։ Հետեւաբար այս օրենքը ունի նախընտրական նշանակություն։ Բայց կարծում եմ, որ ռուսները դա հասկանում են։ Ես կարող եմ ենթադրել, որ փակ դռների հետևում երևի թե կոնկրետ քննարկումներ եղել են, ինչքանով գոնե ես եմ դիվանագիտությունը հասկանում, որ լավ, հասկացանք այս օրենքը ընդունել եք նախընտրական նպատակներով։ Հիմա դեր ռեալ նպատակը իրոք պայմանական 2035-ին ԵԱՏՄ-ից դուրս գալ եւ 2040-ին ԵՄ-ի անդամ դառնալն է, թե ոչ։ Հիմա եթե նույն Օվերչուկի հարցադրույցը այսօրվա ճիշտ եմ հիշում, նաեւ Օվերչուկն էր ասում, որ չէ, մեզ ասում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կամ բարեկամությունը անխախտ է եւ մենք երբեք ԵԱՏՄ-ին անդամակցությունը կասկածի տակ չենք դնում, բայց ըստ ռուսների արվում են ինչ որ քայլեր, այդ ինչ որ քայլերից մի քիչ լավ չեմ պատկասնում, որ քայլերն են բացի օրենքի ընդունումից, որտեղ օրենքի ընդունումը համարել այդպիսի քայլ
իմ համար մեղմ ասած քիչ տրամաբանական է։ Հիմա չգիտեմ ուրիշ ինչ քայլեր են ռուսները տեսել, բացի այդ օրենքի ընդունումից, որ իրենք ասում են, որ չնայած մեզ ասվում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի, բայց կատարում է քայլեր, որոնք ապացուցում են հակառակի մասին։ Որ քայլերի մասին է խոսքը, կդժվարանամ ասել։ Ես կարող եմ ասել։ Օվերչուկիների հղում անելով, դրանցից առաջինը Թրամփի ուղին է, Trip-ը, որը ըստ Օվերչուկի այդ համաձայնագրի ստորագրումը Trip-ի հետ կապված խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը։ Պարզվում է, որ մինչև այդ կար հավասարակշռություն, այդ դրանից հետո խախտվել է։ Եթե ճիշտ եմ հիշում, իսկ Օվերչուկը նշել էր հավասարակշռություն, որը ստեղծվել է 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրի ստորագրմամբ, այսինքն Այսինքն որ նոր երկրներ են առաջացել այս արանքում, հայտնի շատ ընդհանուր, եթե Trip-ին անդրադառնանք, գոնե Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալն է, որ սա ոչ այնքան տնտեսական, ինչքան աշխարհաքաղաքական ծրագիր է, որի նպատակն է Միացյալ Նահանգներին երկարաժամկետ, դե գոնե 49 տարով, չէ՞, կարծես 49 + 50 էր, +50-ը դնենք մի կողմ, որի նպատակն է գոնե 49 տարով Միացյալ Նահանգներին բերել Հարավային Կովկաս, տարածաշրջան, որը գոնե վերջին 200 տարիներին Ռուսաստանը համարել է իր ազդեցության գոտի եւ առնվազն եղել է Ռուսաստան-Իրան Թուրքիա, այսպես ասենք, մրցակցության գոտի։ Թերևս այս տրամաբանությամբ կարելի է Ռուսաստան Օվերչուկի ասածը հասկանալ, որ դուք 49 տարով Միացյալ Նահանգներին բերում եք Հարավային Կովկաս, որը Ռուսաստանի շահերի գոտի է եղել վերջին 200 տարում, ավելին Ռուսաստանին փորձում եք բերել Իրանի հետ սահման։ Դե ակնհայտ է, որ Իրանին դա նաև 2025-ի օգոստոսից հետո դուրս չէր գալիս, չնայած տարբեր արձագանքներ էինք ստանում, գիտեք, մենք ձեր հետ քննարկել ենք, որ կար այսպես ասած քաղաքական թեև նախագահ Փեժեշկյան, Արաղչի, որոնք ավելի մեղմ էին արտահայտվում, կար անվտանգային թեև, որը շատ կոշտ էր արտահայտվում, չգիտեմ, Թուրքական միջանցք, ՆԱՏՕ-ական միջանցք եւ այլն։ Հետո անցավ, բայց ինչ կլինի այս 2026-ի փետրվարի 28-ից սկսված պատերազմից հետո, նախ ինչպիսին կլինի պատերազմի արդյունքը եւ ինչպիսին կլինի Իրանի վերաբերմունքը, դա լրիվ առանձին քննարկման թեմա է, երևի կարելի է մի քանի հաղորդում նվիրել ընդհանրապես ինչ է սպասվում, բայց պարզ է, որ Ռուսաստանը դժգոհ է եւ մի բան էլ հասկանանք, որ ամեն դեպքում Ռուսաստանի տեսակետից 2025-ի օգոստոսին փաստորեն որոշվեց, որ Ադրբեջանը ստանալու է հեշտացված ճանապարհ դեպի Նախիջևան, դա կոչենք հեշտացված ճանապարհ, ամերիկյան ներգրավմամբ, անկախ նույնիսկ ինչպիսին կլինի այդ ամերիկյան ներգրավումը։ Ռուսների տեսակետից 2020 թվականի նոյեմբերին որոշվել էր, որ Ադրբեջանը ստանալու է հեշտացված ճանապարհ ռուսական վերահսկողությամբ, եթե մոտապես բառացի մեջ բերեմ նշանավոր հայտարարության 9-րդ կետը։ Բնականաբար ռուսները դրանից երջանիկ չեն կարող լինել, որտեղ նրանք կարող են ինչ մտածել, նրանք կարող են մտածել, տեսնելով, որ մենք 4 տարի է պատերազմում ենք Ուկրաինայի դեմ, Ուկրաինայի հարցը չեն կարողանում լուծել, հետեւաբար էականորեն թուլացել ենք, դուք շատ կոպիտ ասած մեզ այս հավասարումից հանեցիք եւ բերեցիք ամերիկացիներին։ Հիմա ակնկալել, որ դա Ռուսաստանում մեծ ողջավորություն է առաջացնելու, երևի թե սխալ կլիներ, իհարկե նաեւ հասկանալի է, որ Հայաստանն էլ իր պատճառները ուներ, որտեղ բոլորը գիտեն, որ 2025-ի սկզբին Ադրբեջանը գրեթե բացահայտ սպառնում էր հարձակվել, Իրանը իր խնդիրները ուներ, այսինքն տեսեք, հիմա Հարավային Կովկասում այնքան խճճված վիճակ, որ ցանկացած կողմ ինչ որ այսպես ասենք բերում է փաստարկներ եւ յուրաքանչյուր կողմի փաստարկների մեջ ինչ որ տրամաբանություն կա։ Այսինքն եթե քեզ փորձես նայել Ռուսաստանի տեսակետից եւ հասկանալ Ռուսաստանի դժգոհությունը, այնպես չի որ դա լրիվ անտրամաբանական է։ Հասկանալ է նաեւ Հայաստանի քայլերը, վերջին հաշվով 2022-ի սեպտեմբեր Հայաստանը ենթարկվում է հարձակման, ակնհայտ է որ Հայաստանը այն ժամանակ ենթադրեմ նաեւ հիմա ամեն դեպքում ռազմական հավասարակշռությամբ Ադրբեջանից ավելի թույլ է, պետք է ինչ որ քայլեր աներ, Հայաստանը կատարեց որոշ քայլեր։ Ես նաև 2022-ի հոկտեմբերի հայտարարությունն եմ այդ քայլերի համատեքստում դիտում, որ երևի թե Հայաստանին ասվել էր, որ եթե չես ճանաչում Արցախ Ադրբեջանի մաս, ապա կներես, եթե մենք 2022-ի սեպտեմբերին կանգնեցինք Ջերմուկի մատույցներում, 22-ի նոյեմբերին կարող են կանգնել Կապանի կենտրոնում։ Օրինակի համար եմ ասում։ Դրանից հետո արդեն պատմությունը մենք գիտենք ինչ տեղի ունեցավ, եւ նույնը նաև Trip-ի հետ կապված, հիմա եթե չէր ստորագրվում Վաշինգտոնյան հռչակագիրը, եւ դիցուք Ադրբեջանը լայնածավալ հարձակմաններ անցնում Սյունիքի ուղղությամբ, ամենայն հարգանքով մեր զինված ուժերի եւ նաեւ մեր որպես ազգ միասնականության եւ այսպես ասենք հայրենասիրության վրա ոչ ոք չէր կարող ասել դա ինչ ավարտեր ունենալու երկարաժամկետ։ Հետեւաբար Հայաստանի տեսակետից Հայաստան ունի սեփական փաստարկները, Ռուսաստան ունի սեփական փաստարկները հիմա, բայց մի բան նաեւ հասկանանք, որ ամեն դեպքում Ռուսաստանը հսկա պետություն է եւ չնայած բոլոր դժվարություններին տնտեսական, դեմոգրաֆիկ եւ այլն, հատկապես այդ վերջին 4 տարիներին որևէ մեկը չի խոսում, որ առաջիկա 3-4-5 տարիների ընթացքում Ռուսաստանը այնպես ինչպես մենք ենք ճանաչելու վերանալու է աշխարհակահաղական քարտեզից։ Դա, ինչպես ասում են, առաջիկա գոնե 4-5 տարիներին չի լինելու։ Մենք հասկանալի է մեր հսկայական խնդիրներ ունենք
հատկապես այն ինչ եղավ 2020-2023 թվականին։ Հետեւաբար այս ամբողջում ինչ կարող անել Հայաստանը, ընդ որում ես կասեի նույնիսկ անկախներից թող է իշխանության, որովհետեւ եթե մի պանոններից կտրվենք եւ ամեն դեպքում ելնենք այն տրամաբանությունից, որ իշխանության են մարդիկ, ովքեր տրամաբանությունը ուշում է, որ պետք է առնվազն գոնե որոշակիորեն առաջ տանեն նաև պետության շահերը, այսպես ասած մեղմ արտահայտվեն։ Ասում են որոշակիորեն, որովհետեւ ըստ տրամաբանության պետք է 100%-ով առաջ տանեն, բայց ընդունենք իդեալական վիճակ չկա։ Գոնե մի քիչ։ Հա, բայց գոնե մի քիչ պետք է տանեն Հայաստանի շահերը։ Հիմա Հայաստանի շահերը այս գլոբալ թոհուբոհի մեջ այսպես ասած գոյատևում է, մի քիչ գուցե դաժան է հնչում, որովհետև գիտեմ հիմա շատերը ասում են զարգացում, չէ, մենք դառնում ենք արհեստական բանականության ինչ-որ համաշխարհային կենտրոն եւ այլն, բայց նորից եմ ասում, քանի դեռ գլոբալ թոհուբոհը շարունակվում է, մեր խնդիրն է վերջնականապես չկործանվել, այսինքն պետք է ունենալ գոնե այս նվազագույն հիմքը, որ հետո այո, գուցե կլինի զարգացում, չգիտեմ, գուցե մեր նշած 2040 թվականին մենք դառնանք ԵՄ անդամ, գուցե, բայց առայժմ կարևոր խնդիրը գոյատևելն է, ինչը նշանակում է պետք է մի քիչ ես գուցե པարզ արտահայտվեմ կամ ոչ շատ դիվանագիտորեն կամ նույնիսկ ոչ շատ քաղաքագիտական, ինչքան པարզ պետք է հնարավորինս փորձել լեզու գտնել բոլորի հետ, որպեսզի հնարավորինս քիչ լինեն պետություններ, ովքեր շահագրգռված են քեզ հնարավորինս շատ վնաս տալով։ Եթե իմ բանաձևը այսպեսին է, եթե դու բավականաչափ փոքր ես եւ թուլացած եւ գտնվում ես աշխարհակահաղական մի միջավայրում, որտեղից էլ բավականաչափ բարդ է, իսկ հիմա ընդհանրապես աշխարհն է վերածվել ջունգլիների, այսպես ասեմ, եթե դու ապրում ես ջունգլիում եւ դու առյուծ չես, այսպես ասենք փոքր կենթան ես, անունը չասեմ, որպեսզի մարդիկ չվիրավորվեն։ Կան այրուսներ, վագրեր, փղեր եւ ընթանում է դաժան պայքար, մարդիկ իրար հոշոտում են եւ դու փոքր կենթան ես։ Հիմա քո խնդիրը ո՞րն է։ Մինչեւ ջունգլից դուրս գալը, գոնե այսպես այնպես անել, որ քեզ չուտեն։ Հիմա ինձ թվում է Հայաստանը այս վիճակում է եւ ցանկացած իշխանություն պետք է մտածի գոնե նաեւ նրա մասին, եթե չասենք միայն նրա մասին, բայց գոնե նաեւ նրա մասին, որպեսզի Հայաստանին չուտեն։ Ընդ որում ասեմ դες, որ ուտողների քանակը բավականաչափ մեծ է, մենք նաեւ դեր հետ քննարկել ենք, որ չնայած այս Ադրբեջանի եւ Թուրքիայի այս բոլոր բանակցություններ, խաղաղության պայմանագրի նախաստորագրում եւ այլն, ես այն կարծիքին չեմ, օրինակ Ադրբեջանը առնվազն Ադրբեջանի եւ գուցե նաեւ Թուրքիան, օրինակ մեզ պոտենցիալ ուտողների շարքից դուրս են եկել։ Նրանք կան նաեւ դժգոհ Ռուսաստան, Աստված գիտի ինչ պետություն կլինի Իրանը այս պատերազմի ավարտից հետո, եթե Իսլամական Հանրապետությունը մնում է, ենթադրեմ նա կլինի ավելի չարացած առաջին հերթին Միացյալ Նահանգների նկատմամբ, ինչը նշանակում է ավելի առնվազն դժգոհություն թրիփի հանդեպ, հետեւաբար այս թոհուբոյի մեջ նորից եմ ասում, մեր խնդիրն է այնպես անել, որ մեզ չուտեն։ Իսկ որպեսզի մեզ չուտեն, ինչ պետք է մենք անենք հիմա։ Տեսեք, այսինքն մենք պիտի, եթե դուք ջունգլիների օրինակով բերեցիք, մենք մինչև այդ ջունգլիներից դուրս գալը պիտի այնպես անենք, որ մեզ չուտեն, դրա համար մի քանի տարբերակ կա՝ շարժվել գիշերներով, սուտ մեռուկ տալ, եւ երրորդ տարբերակը դառնալ քամելյոն։ Այո։ Կա նաև 4-րդ տարբերակը, որ գոնե խուսափել գիշատիչների ոտի տակ ընկնելուց, կա 5-րդ տարբերակը, ինչ որ մի հատ ուժեղ գիշատիչ փորձել այնպես անել, որ քեզ անուղղակիորեն գոնե ինչ որ անվտանգության երաշխիքներ տա, որ ասի, գիտես ինչ կա, եթե այն մի ուրիշ գիշատիչը գա, ասա, որ ես քո ընկերն եմ, գուցե քեզ չեն ուտի, այդ բոլորի համաձուլը երևի թե, որ իհարկե բավականաչափ բարդ բան է անելը, բայց այսպեսին է մեր պետությունը եւ եթե մեր պատմությանը նայենք, ես որպես պատմաբան կարող եմ ասել, որ ցավոք այնպես չի, որ վերջին 3000 տարում մենք ինչ որ լավ առնվազն գոնե, այսպես ասած, բոլորը հիշում են Տիգրամետին, լավ այսպես ասենք, Տիգրամետից հետո մենք ցավոք երբեք ջունգլիներում առյուծ չենք եղել, այնպես որ վերջին 2000 տարում, չնայած Տիգրամետն էլ է կասկածելի առյուծ եղել ենք, թե չէ։ Բաղրատունիների շրջանում էսպես լավ։ Ասենք առյուծ վագր եղել ենք։ Հա, լավ, առնվազն վերջին 1000 տարում հաստատ, այսպես ասենք, ջունգլիների արքա չենք եղել։ Բայց մինչև հիմա կանք։ Չնայած իդեպ շատ մասնագետներ ասում են, որ ընդհանրապես այն փաստը, որ մինչև հիմա Հայաստանի Հանրապետություն կա կամ ընդհանրապես հայեր կան եւ չեն ասիմիլյացվել, շատերը ասում են, մենք ընդհանրապես զարմանում ենք, որ դու մինչև հիմա գոյություն ունեք։ Ասում ենք ձեզ էլ կճանապարհենք այս աշխարհից։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցները Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։